վարչապետի աթոռի նստած անձնավորությունը կարծես զբաղված է թրենդով, իսկ հիշեցնեմ, որ Հայաստանի պատմության մեջ կա մի կուսակցություն, որը դարձել է բրենդ, դա ՀՀԿ կուսակցությունն է, այսպես ասած մի խոսքով այս սրտիկով թրենդը կոտրեց մեր բրենդը։ Մի րոպե էլի, Հովիկ Աղազարյանը ինչ է զանգահարում, տենում ես թրենդ է կանում, ինչ է եղել։ Վարչապետի մաման իմ գրասենյակում նստած էի, մեկ դեմ շուշի ձնեկով չխ, իմ մաման նստած հապստատեի, մեկ ինչ լուսամոդա ջաթվեց։ Ջաթվեց հետո ձեր ստարքսյանը ինչ-որ բարասը ես իմ պոպուլիզմը քադեց, ամենում իմ մաման խնդրում են սրտիկով թրենդը վերջատրել, ինքը դրա համար փոխեք այս սրտիկով թրենդը լավ լսենք էլի։ հետո մի դեպս զանգել էլի։ Եդա բանաչը բեզալի ալո Արա, լսի այ երկարավարս, այ վարսիկ։ Բայց բանից մի բերդ ոչապը, հենց այն եղել ապաճետի բանաչապետի եղել ապաճետի բանասը, բայց դա բանը, սրտիկով բանը, սրտիկով կապուլա, սրտակցը բանս է սարքսի։ Իրականում այդ սրտի թրենդի տակ ուրիշ բան է թաքնված։ Այդ թրենդը նախավարաչ ասեմ, որ մեզանից են վերցարեն, երկրորդ ես ուզում եմ իրականում ինչ եղել այդ թրենդի տակ ժողովուրդը իմանա։ Այդ թրենդը այսպես է եղել։ Սիրտ ինձ ասա, Սերժ ասա։ Ողջույն սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկանցնել, որ մենք միանում ենք պարոն վարչապետի թրենդին, Երևանը տունու շենք չէ, Երևանը մենք ենք։ Հինը թրենդը գնեց թրենդերից, հետո Մակի կոնվենցիայում բարձ գրված է, սրտիկով թրենդները գրգելու են մեր տիրոջ մերը, կրկնում եմ տիրոջ մերը։